Բնականաբար այդ երաշխավորված խաղաղության կոնցեպտը ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է եւ այո դա իշխանությանը հունից անեց Գոնեն Աշճանի, որ ինքը սկսեց խոսել ընդդիմությանը պիտակավորել պատերազմի կուսակցություն բառով եւ այլն երեք քաղաքական ուժերի անշուն, բայց ըստ էության ամբողջ ընդդիմության մասին է խոսում, ինչու դա իրեն հանեց ունի, շատ պարզ, այն ապրանքներից մեկն է խաղաղությունը, որ ինքը վաճառում է ժողովրդի վրա եւ փորձում է այդ ձևով լեգիտիմացնել իր վերարտադրության ցանկությունը։ Բնականաբար այդ ապրանքը երբ որ կասկածի տակ են դնում կամ առաջարկում են մի հատ բան, որ հասարակության համոզում է, որ Նիկոլ Փաշինյանը ասած խաղաղությունը մեր կա, ինքը դրանից հունից դուրս է գալի եւ փորձում է անցնել հասարակությանը ուղղակիորեն ահաբեկելու մարտավարությանը։ Դա ես տասնյակ տարիներ հիշում եմ, օրինակ հակառակորդ կամ համաշխարհային պատմությունն էլ է այդպես։ Թշնամական երկրի ղեկավարն է քո հասարակությանը վախեցնում, որպեսզի ստիպի գնալ զիջումների։ Մեր դեռ հակառակ տրամաբանությունն է, մեր երկրի ղեկավարը վախեցնում է սեփական ժողովրդին։ Շատ պարզ, որովհետև ես այդ մի հատ բանավեճ եմ մասնակցել, ճիշտ ասած, նույն թեմաներ, հենց երաշխավորված խաղաղությունը ասում ես, իրանք հունից դուրս են գալի, սկսում են պիտակավորել պատերազմի կուսակցություն եւ այլն, որովհետև հատկապես իրենք շատ վատ են զգում, որ ասում ես իմ զորայական կետից չեմ սկսում։ Իրանց էպիկրիզն է ստալի, հասկանում ես, այդ հայլու մեջ իրան է տեսնում։ Ինքը այդ պատերազմի կուսակցության սահմանումը որ տվել է Նիկոլ Փաշինյանը, ուղիղ տվել է 2018-20 թվականների Նիկոլ Փաշինյանի էպիկրիզը։ Ինքը իր մասին ավելի լավ հնարավոր չի իրան նկարագրել, զորական կետից բանակցությունները սկսել, երկրի միջազգային պարտավորությունները խախտել եւ այլն եւ այլն։ Եվ նաեւ դպարզ է հասարակության ահաբեկման ուղղված, բայց այստեղ մի շատ վտանգավոր էլեմենտ էլ կա։ Սա արդեն ազգային անվտանգության սպառնալիք է։ Որովհետև եթե ասում ես ոչ թե խաղաղության խնդիրը Ալիևն է, այլ մեր ընդդիմությունը, դու արտաքին բոլոր դերակատարներին, առավել ևս Ադրբեջանին հնարավորություն ես տալի ներքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն դիտարկի որպես ռևանշիզմի հաղթանակ, դրանից բխող գործողություններով։ Ուղիղ դուր ես բացում, սա դեպ ընտրաշավ ընտրություններ է, որտեղ արտաքին մասնակցությունը շատ մեծ դեր ունի։ Երբեք Հայաստանի քաղաքական համակարգը այսքան խոցելի չի եղել։ Երբեք դրսի հանդեպ մենք այսքան անպաշտպան չենք եղել, որովհետև հիմա Ալիևի ցանկացած հայտարարություն կարող է ուղղակի ազդեցություն ունենալ ներքաղաքական ստատուս քվոյի վրա մեր։ Ազդեցության ձևերը չքննարկենք։ Իսկապես սրանք ջրբաժանային ընտրություններ են, այլանդակություն, թե բարոյականություն ու բանականություն, խրամատներ, թե հանրային համերաշխություն։ Հասարակությանը ստորացված պայմանական ասենք գազի կարգավիճակում դնել, ճիշտ այնպիսին ինչպես ասենք Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ հարաբերություններում, թե ակտիվ հասարակություն։ Սրանք հենց պատահական խաչմերուկներ չեն, որովհետև հունիսի 7-ից հետո իհարկե կյանքը շարունակվելու է, բայց շատ կարևոր է հունիսի 7-ը անիմաստով Տիկին Սարյանյանի հետ համաձայն եմ, դա պրոցեսի սկիզբ կարող է լինի, ոչ թե պրոցեսի հանրագումար, որտեղ հունիսի 7-ը ինքը նայած իր սցենարով կգնա զարգացումների։ Գլխավոր ինտրիգը ընտրությունների ապատիկ հասարակություն, թե ակտիվ հասարակություն հարցն է, այսինքն ինչքան մարդ կգնա ընտրություններին։ Սա այս ընտրական գործընթացի ամենագլխավոր խնդիրն է։ Առայժմ Տիկին Սարյանյանի հետ համաձայն եմ, որ իշխանությունը առայժմ հաջողվել է այդ ապատիկ հասարակության մոդելը պահել, որտեղ եթե համակիրներ չունես, ինչ պետք է անես։ Պետք է այլանդակություններով հասարակությանը բարոյազրկես, դիմադրության պոտենցիալը կոտրես, իրան գցես ապացիայի անուսության մեջ, որպեսզի ասենք ցածր մասնակցության պարագայում քո վարչական ռեսուրսով բանով կարողանաս բան անես, չէ, ասենք վերարտադրության հիմք ստեղծես։ Պարոն Հովհաննիսյանը դիտարկում է, որ այս իշխանությունը սպառված է եւ ծրագիր չի առաջարկում, 100%։ Իրենք բարոյական, սոցիալական, քաղաքական առումով ամբողջովին սպառված են։ Ավելի ստույգ պատկերավոր եթե ներկայացնենք, արտաքին խաղացողների ձեռքին գրիչ են, որի միջոցով ինչ-որ բանի, ինչ-որ ցիկլ պետք է ամբողջացվի,
որից հետո իրանք նույնիսկ արտաքին խաղացողների համար են դառնալու անպիտան։ Մի քանի հնարավոր զարգացումների սցենարներ կան։ Իդեալականը նա, որ ընդդիմությանը ի վերջո հաջողվի այն տունը մնացած ընտրողներին ակտիվացնել, 55-60% մասնակցություն ապահովել ընտրություններում եւ հասնել հենց հունիսի 7-ին իշխանափոխության։ Դա ամենաիդեալական սցենարը կլինի, որովհետեւ եթե ակտիվ հասարակությունը գա ընտրությունների, հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանին ոչինչ չի կարող փրկել։ Ակտիվ հասարակությունը միշտ էլ հետընտրական զարգացումների է նաև պատրաստ լինում եւ այդպիսի դիմադրության այս տիպի իշխանությունը անզորա դիմադրել։ Կա երկրորդ սցենար, երբ որ իշխանությունը գնում է այս այլանդակությունների աշխարհագրությունը ծավալը ավելի մեծացնելու ճանապարհով, Սերտիկին Սերյանյանն ասաց, որևէ բանից չեն խորշում, ամեն ինչ անում են վերարտադրության համար։ Արդյոք սա բերել է Հայաստանի ստաբիլություն։ Միանշանակ պատասխանս ոչ, որովհետև հունիսի 7-ին ամեն գնով վերարտադրվելը նշանակում է տուրբուլենտության մակարդակի բարձրացում նաև մեր հասարակական հարաբերություններում, չասեմ արտաքին աշխարհի մասին։ Սա բերել է մի հատ վիճակի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամբողջ երկիրը վերածելու է հրաբուխի։ Դրանից հետո երկրում ցանկացած ֆորս մաժորային զարգացում հնարավոր է։ Ես չեմ ուզում նա պատմական զուգահեռներ տանեմ, բայց Հայաստանում 90-ականների վերջին եղել են վիճահարույց ընտրություններ, որոնք խոշ մեծացրին իշխանության ճգնաժամը, ի վերջո բերեցին ֆորս մաժորային հանգուցալուծման։ Հիմա այս իշխանությունը, եթե պարոն Հովհաննիսյանը գնահատական արդեն ասացի լրիվ կիսում են, բարոյապես քաղաքականապես սպառված է, եթե այդ սպառված իշխանությունը գնում է վաբանկ եւ ամեն գնով վերարտադրվում է, ինքը դառնում է ական, թե երկրի ներսում դրված, թե մեր արտաքին հարաբերությունների հիմքում դրված։ Այդ դեպքում տարի-կես է տևելու այդ իշխանության պոտենցիալը, բայց այդ տարի-կեսը մեր հաշվին է լինելու ներքին ցնցումներ, քաղաքական խոսքին հասարակության ավելի արմատական խմբերը չեն հավատալու, ինչ-որ իրաց ձևով են որոշելու, ինչ-որ հարցեր լուծել, պարտադիր չի անպայման բռնություն լինի, նկատի ունեմ տարերային ձևերով։ Իսկ դա այս տիպի երկրի համար, որը գտնվում է խոցելի անվտանգային միջավայրում, էլ չասեմ բանը, շատ մեծ ռիսկեր է պարունակում։ Բայց մենք պետք է երկու սցենարին պատրաստ լինենք, որովհետև այնուամենայնիվ դուք շատ բաներ խոսում եք, բայց ուրիշ պրոցեսներ էլ կա, օրինակ ընտրակաշառքի կամ սոցիալական ծառայություն մատուցելու։ Հենց այս տարի իրանք որոշեցին ինքնական շինությունների օրինականացման գործընթաց անել։ Այդ տասնյակ հազարավոր մարդկանց է դա վերաբերում, որոնք տարիներով այդ խնդիրը չեն կարողացել լուծել, թոշակ եւ այլն։ Պլյուս դրան Նիկոլ Փաշինյանը իսկապես ամեն ինչ մտածված անում։ Երեկվա սատրանքի, բա այդքան հակաեկեղեցական կամպանիա անես, ու մտածես, որ հավատացյալները քեզ կարող ջերմ ընդունեն եկեղեցում, բնականաբար ինքը այդքան միամիտ չի, կամ արցախցի երիտասարդ կնոջը թիրախավորել է։ Չէ, ինքը շատ լավ գիտի, որ իրենց քարոզության հետևանքով հասարակության մոտ շերտի մոտ, այդ շերտը հիմա չեմ կարող չափելի ասեմ քանի տոկոս է, բայց շատ փոքր էլ չի, հակաղաղաբանական տրամադրություններ կա։ Ինքը այդ շերտին գեներացրեց, հետո նա դատարկ ներողություն խնդրեց, բայց մինչև հիմա այդ շերտը աշխատում է։ Ու շատ ագրեսիվ ձևով, կամ երեք որ ինքը գնաց եկեղեցի, իսկապես ինքը լավ կանխատեսել էր, որ նոր բարիկադը առաջանալու, բոլորը այդ նոր բարիկադի մասն է խոսելու եւ բացի այդ իր սովորության համաձայն ինքը փորձում է ճշտել հասարակության դիմադրողականության կամ ընդդիմության դիմադրողականության պոտենցիալը ինչքան է։ Ոսկե ես այլանդակությունը արեցի ակտիվ փողոց ստանալու են, թե մի քիչ առաջ կարամ գնամ։ Չէ, հիմա դե գիտեք այն ամենայնիվ կաթիլի ինչ-որ ժամանակ է լսում։ Ես ինքը սպառված է։ Հիմա գլխավոր հարցը մեկ է ժողովրդին էլ պիտի բացատրենք։ Իր հեռացման ճանապարհներին է վերաբերում։ Կա հարաբերականորեն արժանապատիվ հեռացման ճանապարհ, դա հունիսի 7-ն է։ Երբ որ ընտրությունները չի կեղծվում, ինքը պարտվում է, այդտեղ կարող նույնիսկ երաշխիքների ինչ-որ համակարգ գործի։ Եվ կա մի հատ ճանապարհ, որ
Այս բարոյապես, քաղաքականապես, արժեքային առումով դեգրադացված եւ սպառված իշխանությունը ամեն գնով հունիսի 7-ին վերարտադրվում է։ Դա չի բերելու իշխանության կայունության։ Իրական փլուզում իշխանության հենց այդ վաղտ ենք տեսնելու։ Տեսնելու ենք շատ ուժեղ ֆորս մաժորային դրսևորումներ, ակտիվ փողոց, ցնցումներ, ներիշխանական բախումներ, հասարակության զուգակցված բռնություններով, որում արդեն երկկողմանի, որտեղ երեկվա իրադարձությունն այդ ուրիշ բանի մասին էր։ Հասարակության համբերության բաժակը ամենայն դեպս ինչ-որ շերտերի սկսել է լցվել։ Այդ երբ որ շատ դրսևորումներ դիմադրության մենք չենք տեսնում, պատճառը այն է, որ մարդիկ այնուամենայնիվ տեսականորեն մի հատ հունիսի 7-ի հետ հույս են կապում։ Եթե հունիսի 7-ը չի լինում, մի կողմից հասարակությունը արմատականալու է, այսինքն մենք քաղաքական խոսույթի, քաղաքական հարաբերությունների, քաղաքական վարկագծի ռադիկալիզացիա ենք տեսնելու մի կողմից, մյուս կողմից տեսնելու ենք արտագաղթի մեծացում։ Երկու բան է բերելու։ Նորմալ, բանական, ռացիոնալ խոսքը վերանալ է։ Նիկոլ Փաշինյանը այս պայծ սկսած ինք ընդհանրապես հեռացող իշխանության վարկագիծ ունի։ Կարող հեռանա հունիսի 7-ին, կարող հեռանա առաջիկա 1-1.5 տարվա ընթացքում, բայց այդ արագում երկիրը կարող է շատ ուժեղ ցնցումների ենթարկվի։